Մենք ես սրանից հետո համարձակի ասել, որ Հայաստանը ընդդիմությունը համախմբված չի, միասնական չի։ Անշուշտ համախմբված է, միասնական է և դրա ապացույցը այն է, որ այսօր մենք այս շատ կարևոր կլոր սեղանի կոնֆերանսին միասին ենք մասնակցում համախմբված և մտահոգ առաջիկայում կայանալիք սահմանադրական հանրաքվեի օրինականության վերաբերյալ։ Ահա այս նոր Հայաստանի պատկերն է, որ միավորել է նոր Հայաստան հանրային ճակատում միավորված ուժերին, որով մենք փորձում ենք սկսել մեկնարկել այս գործընթացը վերահսկողության ոչ միայն սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նկատմամբ, այլև սահմանադրականության հաստատման առումով։ Սա իշխող վարչախմբի կողմից մեկնաբանվում է որպես արկածախնդրություն և իր արբանյակների կողմից այս մոտեցումը արտաքին անկայունության պայմաններում երկիրը ուրեմն տանելով դեպի իբրև թե արկածախնդրություն։ Մինչդեռ մենք պետք է ասենք, որ արկածախնդրություն է երկրի նման հիվանդագին վիճակում նոր սահմանադրության ուրեմն նախաձեռնությունը, որովհետև մենք գիտենք, որ հիվանդ օրգանիզմը նախ պետք է ամրապնդել, հետո վիրահատություն անել։ Մենք դեմ չենք քննարկմանը նոր սահմանադրության, մենք դեմ չենք լավացմանը, բայց երբ որ երկիրը գտնվում է ծայրահեղ հիվանդագին վիճակում, նման վիրահատությունը մարմնի վրա, կառավարման համակարգի վրա հղի է ամենաարկածախնդրական հետևանքներով։ Ահա այս ուրեմն գիտակցությունից ելնելով է, որ նոր Հայաստանը կոչ է հղել մեր ողջ ժողովրդին դեկտեմբերի 1-ին հավաքվել ազատության հրապարակում և միասին որոշում կայացնել մեր երկրի ճակատագրի վերաբերյալ այս կարևորագույն հարցերի շուրջ։ Իրենք շատ լավ գիտեն, որ իրենց ավանդական մեթոդները չեն աշխատում։ Չի աշխատում ադմինիստրատիվ ռեսուրսը։ Երբ որ հանձնարարություններ են տալիս դպրոցների տնօրեններին, հիվանդանոցների, չգիտեմ, ղեկավարությանը, այլ պետական հիմնարկների ղեկավարներին, որ նրանք կանչեն ուսուցիչներին, բժիշկներին և փորձեն կազմել այո քվեարկելու ցուցակներ և ազդեն, ասենք, աշակերտների ծնողների վրա կամ չգիտեմ, հիվանդների վրա և այլն և այլն։ Այդ ցուցակները որևէ նշանակություն այլևս չունեն և իշխանությունները գիտեն, որ այդ ցուցակները կորցրել են իրենց արժեքը։ Ոչ ոք ընդգրկվելով անգամ այդ ցուցակների մեջ չի գնալու քվեարկի այո, բոլորը գնալու են քվեարկելու ոչ։ Այս ռեսուրսը չի աշխատում, ոչ ոք չի վախենում այլևս աշխատանքից հեռացվելուց, որովհետև իրենք չեն կարող աշխատանքից հեռացնել ամբողջ Հայաստանը, որ այսօր գտնվում է ոչի տրամադրության մեջ։ Ուստի իշխանությունները արդեն շատ լավ գիտեն, որ ընտրակաշառքի բաժանումը որևէ արդյունք չի տա։ Եվ իմ ունեցած տեղեկություններով նրանք որոշում են, այս պահին որոշում այն է, որ ընտրակաշառք չի բաժանվելու, որովհետև իրենք հասկանում են, որ ստեղծվել է Հայաստանում մի այնպիսի իրավիճակ, որ ընտրակաշառքի բաժանումը գործելու է իրենց դեմ, դա լինելու է անիմաստ կորուստ ռեսուրսների իշխանական ռեժիմի կողմից։ Այսօր խոճապային տրամադրություններ այնուամենայնիվ ստեղծված են ԱՅՈ-ի ճակատում, ԱՅՈ-ի ճակատչի շտաբը։ Նրանք հասկացել են, որ տվյալ վիճակում իրավիճակի փրկության միակ հնարավորությունը այն է, որ տեղամասերում ուղղակի կեղծեն արձանագրությունները։ Այսինքն դրա համար պետք է ընդամենը բոլոր
հանձնաժողովի անդամներին, վստահված անձանց, ներկա դիտորդներին, բոլորին անել գայթակղիչ առաջարկներ, ստանալ դրանց համաձայնությունը ստորագրելու կեղծված մի արձանագրություն։ Ահա այս է այսօր իրենց միակ ռազմավարությունը։ Եվ այդ պատճառով այսօր զանգվածաբար ամբողջ Հայաստանով մեկ մոտենում են մարզպետները, հանձնաժողովի հանրապետական նախագահները, չգիտեմ, տարբեր քաղաքապետները, այո, տարբեր պաշտոնյաներ մոտենում են մարդկանց եւ ուղղակիորեն առաջարկում են նրանց կաշառք։ Մեր շատ հանձնաժողովականներ չցանկանալով այլևս հանդուրժել նման կեղտոտ մեր ժողովրդի ապագայի հետ խաղի մեջ մտնող գործունեություն դիպում են արդեն լուրջ քայլերի։ Նրանք այդ հանդիպումները տեսագրում են, ձայնագրում են եւ ներկայացնում են մեզ այդ ապացույցները։ Այսօր ես հայտարարում եմ, որ նման մի տեսագրություն, նման մի վկայություն մենք ուղարկելու ենք գլխավոր դատախազություն։ Այդ կանչեր հանրակրվեն։ Մենք այդպիսի պահանջով, այդպիսի առաջարկով հանդես եկել ենք, փորձելով տալ նաև դրա իրավական հիմնավորումը, որովհետև մենք հասկանում ենք, որ հիմա նախագահը հենց այնպես չի կարող դադարեցնել հանրակրվեն։ Պիտի լինի իրավական հիմնավորում։ Իրավական հիմնավորումը կարող է լինել մեկը, բացահայտել սահմանադրության խախտում, ընդունել, որ այդպիսի խախտում եղել է, իսկ մենք այդպիսի հնարավորություն նախագահին տվել ենք, եւ գործընթացի ընթացքում տեղի ունեցած սահմանադրական խախտումը վերացնելու նպատակով միայն այդպիսի հիմնավորմամբ նա կարող է դիմել սահմանադրական դատարան, որպեսզի սահմանադրական դատարանը սահմանադրության հիման վրա որոշում ընդունի կասեցնել հանրակրվեն։